հետաքրքիր է, որ սենց այդ երջանիկ պահեր էր, երջանիկ օրեր էր այդ օրերը, բայց նաև մի հետաքրքիր պատմություն էլ նոր հիշեցի, որ երբ Արցախը դեռ կանգուն էր եւ հորաքրոջ 60-ամյակն էր Արցախում, ինքը առաջի հոմուհին էր Արցախի եւ հիմնադիրն է եղել հոմի, Շուշի գումարտակից է եղել, ինքը ազատամարտի նաև մասնակից եւ շատ մեծ հայրենասեր է եղել։ Երբ որ այդ արդեն հուշ երեկոն էր, ես 19 թվի ավարտ, 19 թվի դեկտեմբեր արդեն պիտի փոխվեր 20 թիվ արհավիրքից ամիսներ առաջ 60-ամյակներ ես գնում եմ այդ տարածքով արդեն քարավաճառով գնում եմ Արցախ եւ մոտը զգացում է որ ինչ որ մի վատ բան պետք է լինի, ինչ որ վատ զգացումներ կար բան ու հետո Արցախի հեռուստաընկերության հարցազրույց տվեցի ինձ այդ հարցազրույցը տեսնողները ասում են դու ոնց որ մեջդ բան կար որ Արցախում պիտի արհավիրք քնի, պատերազմ լինի եւ այլն եւ հետաքրքիր զգացումներ էր իմ մոտ եւ նույն այդ ճանապարհով արդեն 20 թվականի արդեն որ պատերազմը սկսվեց Արցախի նույն այդ ճանապարհով այդ հատվածներում որտեղ որ ես այդ ապրումներով եւ այդ ամեն ինչը sense մտքից գնում էի նույն այդ հատվածներում կարծես կյանքի բաններ այդ հատվածներում ես մի քանի արդեն ամիս հետո հենց այդ նույն հատվածներում կորցրեցի իմ ընկերներին արդեն պատերազմի ճանապարհին գնալուց